Միթե կրկնվում է։ Թեև Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ հավատացյալ հրեաները սպասում էին իրենց Մեսիային, կրոնական առաջնորդները չճանաչեցին ոչ նրա նախաքարապետին եւ նրա ծառայությունը, ոչ էլ իրեն Մեսիային։ Ունենալով Աստծո խոսքն իրենց ձեռքում եւ շարունակելով տաճարում երկրպագություն անել, նրանք մերժեցին նրան։ Դա անհասկանալի է, բայց ճշմարիտ։ Նա եկավ յուրայինների մոտ, բայց յուրայինները նրան չընդունեցին, Հովհաննես 1, ինչ ամոթ, որ այն ժամանակ հենց կրոնական առաջնորդներն էին այդպես կուրացել։ Նրանք ունեին իրենց սեփական մեկնությունները, բայց չունեին ոչ մի հայտնություն իրենց ժամանակի համար խոստացված խոսքի վերաբերյալ։ Միթե նույն բանը չի կրկնվում հիմա։ Միթե մեր պաշտամունքները ավանդույթ չեն դարձել, իսկ մեր ավետարանչությունները զվարճալի միջոցառումներ։ Հնարավոր է, որ այսօր քարոզում են Մեսիայի մասին եւ թե ինչ է նա պատրաստվում անել, բայց չեն հասկանում, թե ինչ է նա անում հիմա։ Այն ժամանակվա կրոնական առաջնորդները վկայակոչում էին Աբրահամին ու եւ Մովսեսին, բայց չէին ընդունում, որ իրենց աչքերի առջև կատարվում են նրանց ասածները։ Մեր Տերը պետք է ասեր նրանց. եթե Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին գրեց, Հովհաննես 5:46։ Նույնպես հնարավոր է վկայակոչել Պետրոսին, Պողոսին, եկեղեցու պատմության մեջ եղած մյուս անհատներին եւ այսուհանդերձ չտեսնել, թե ինչ է անում Աստված հիմա։ Այնուամենայնիվ, անհասկանալի է, որ այս սուրբ մարդիկ, որոնք օր ու գիշեր խորասուզված էին Սուրբ գրքի ընթերցանության մեջ, չկարողացան տեսնել այն բազմաթիվ մարգարեությունների իրականացումը իրենց ժամանակներում։ Հիսուսն ինքը խոսեց այդ մասին, երբ Նազարեթի ժողովարանում կարդաց Եսայի մարգարեի գրքի 61-րդ գլխից. այս գրքում գրվածն այսօր կատարվեց, որ ձեր ականջներով լսեցիք, Ղուկաս 4:21։ Ոչ մի կասկած չկա, որ մենք մոտենում ենք վերջին ժամանակների վերջին։ Նրանք, ովքեր Սուրբ Գիրքը գիտեն, ակնկալում են տեսնել վախճանաբանական իրադարձությունների իրականացումը մոտ ապագայում։ Ժամանակների նշանները հստակ լեզվով են խոսում։ Եկեղեցու վիճակը, իսրայելցիների վերադարձը դեպի իրենց հայրերի երկիր, քաղաքական զարգացումները, այս ամենը հստակ խոսում են այն մասին, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Հնարավոր չէ, որ մեր սերնդի մեջ էլ Աստված ինչ-որ զորավոր բան է արել եւ մեծամասնությունը չի նկատել այդ։ Դժվար չէ դատել անցյալի մասին եւ հաստատել ուրիշների գործած սխալները։ Նաեւ կարելի է մեծ հույսեր ունենալ ապագայի վերաբերյալ, բայց ինչ կասեք ներկայի մասին։ Մասնակիցեք այն բանին, ինչ Աստված անում է հիմա։ Սուրբ գրքում մի խոսք կա, որը բանալու դեր է կատարում. հիրավի Տեր Եհովան բանմը չներ, մինչև որ իր գաղտնիքը իր ծառաներուն, մարգարեներուն չհայտնե։ Ամովս 3:7։ Մենք անկասկած ապրում ենք ամենամեծ մարգարեական ժամանակաշրջանում։ Կա երկու սերունդ, որոնք ունեցել են հատուկ պատասխանատվություն։ Առաջին սերունդը ապրել է Քրիստոսի առաջին գալստից առաջ։ Երկրորդ սերունդը մերն է, որն ապրում է Քրիստոսի երկրորդ գալստից անմիջապես առաջ։ Ինչպես նոր կտակարանը սկսվեց աստվածաշնչյան մարգարեությունների կատարմամբ, նույն կերպ էլ կավարտվի։ Մենք կարիք չունենք որևէ մարդու, որը ներկայացնում է սեփական գաղափարները, այն զորավոր բաների վերաբերյալ, որ Աստված պատրաստվում է անել։ Այդպիսի երևակայական պատկերացումները երբեք չեն իրականացել եւ ապագայում էլ չեն իրականանա։ Մենք կարիք ունենք հստակ հասկանալու, թե ինչ է Աստված խոստացել իր խոսքի մեջ այս ժամանակների համար։ Քանի որ մենք ապրում ենք մարգարեական ժամանակաշրջանում, ուրեմն կարող ենք ուղղակիորեն ակնկալել առանձնահատուկ մարգարեական ծառայություն։ Անցյալում որևէ արտակարգ իրադարձությունից առաջ Տերը միշտ ուղարկել է հատուկ հանձնարարություն ունեցող մարդկանց։ Ջրհեղեղից առաջ Նոյի մարգարեն էր։ Նրա մասին մենք կարդում ենք. Նոյ ըրավ Աստծո իրեն բոլոր պատվիրածին պես,
Ծննդոց 6:22 Սոդոմի եւ Գոմորի կործանումից առաջ Տերը այցելեց իր մարգարե Աբրահամին, ծննդոց 18։ Նա ասում է 17 համարում. «Միթե Աբրահամից կթաքցնեմ, թե ինչ պետք է անեմ»։ Ղուկաս 17:26-30 համարներում Տերը վկայակոչել է այդ երկու ժամանակաշրջանները եւ իրադարձությունները իր գալստի մասին խոսելիս։ Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ մարդու որդին կհայտնվի։ Աստված չի կարող փոխվել, ինչպես գրված է Մաղաքիա 3:6 համարում, քանզի ես Եհովա եմ, չեմ փոխվիր։ Երբ Տերը պատրաստվում էր կատարել Աբրամին տրված խոստումը, ծննդոց 15:13, հայտնվեց Մովսես մարգարեին վառվող մորենու մեջ, Ելից 3։ Նա օգտագործեց Եղիային եւ Եղիսեին, Երեմիային եւ Դանիելին, Եսային եւ Եզեկիելին եւ ուրիշներին։ Բոլոր ժամանակներում նա նույն կերպ է գործում։ Նրա որոշումները կատարյալ են։